Գիտեք ինչը չեմ միշտ հասկանում, երբ օրինակ օծանելիքները նկարագրելիս ասում են ինչ օծանելիք կօգտագործեն օրինակ իրավաբանները ու նշվում է ինչ-որ X օծանելիք ու չի բացատրվում թե խի։ Այդի չեմ հասկանում, այսինքն ցանկացած օծանելիք, ցանկացած մասնագիտության կամ ցանկացած հորոսկոպի հետ կարող ենք նշել, բայց չբացատրել թե խի, այդ արդեն մի փոքր պրոֆեսիոնալ չի, եթե կարելի է դա տենց ասել։ Բայց եթե խոսում ենք հորոսկոպի մասին ու դիտարկում ենք թե ինչ օծանելիք կարող են օգտագործել օրինակ կույսերը, ես ճիշտ է հորոսկոպից այդքան գաղափար չունեմ, դրա համար կարող ենք բնութագրել օրինակ, եթե իհարկե տենց են կույսերը։ Կույսերը չեն սիրում շատ ուշադրություն, օրինակ ինքնամփոփ են ավելի շատ, կարող ենք առաջարկել օրինակ էսցենտրիկ մոլեկուլի էսցենտրիկ 0.2-ը, կամ եթե խոսում ենք օրինակ երկորյակների մասին, ես ինքս երկորյակ եմ, ովքեր շատ ուշադրություն են սիրում, կարող ենք առաջարկել օրինակ շատ շլեյֆով, շատ ուժեղ կայուն շլեյֆով օծանելիք, օրինակ amouage purpose 50-ը։ Այս տարբերակով արդեն կարող ենք ինչ-որ մի հատ ինֆորմացիա տալ մարդկանց, բայց եթե ասում ենք ինչ օծանելիք են օգտագործում տաքսու վարորդները, ասում է օրինակ Bulgari Tiger կամ Imagination կամ չգիտեմ Parfums de Marly Sedley, չգիտեմ ոնց է արտասանվում, այդ առանց բացատրելու մի տեսակ ինչ օծանելիք ուզես կարաս ասես, այդ մի տեսակ մեղմ ասած պրոֆեսիոնալ չի, այս էդի չեմ հասկանում։